Մայրաքաղաքի ամենացավոտ խնդիրներից երթևեկության խցանումների լուծման համար քաղաքային իշխանությունները պատրաստվում են գնալ նոր կոշտ քայլերի։ Նախատեսում են սահմանափակումներ կիրառել մարդատար ավտոմեքենաների համար, միաժամանակ ընդլայնելով հանրային տրանսպորտի առանձնացված գծերի ցանցը։ Իրավիճակը վերահսկելու համար ստեղծել են երթևեկության կառավարման կենտրոն, որտեղ վերլուծում են մայրաքաղաքի երթևեկային հոսքերը։ Երևան քաղաքում այս պայդրությամբ իրականացնում է մրցութային փուլում է գտնվում, իրականացնում է պիլոտային ծրագիր, որով որ չափումները իրականացնելու Երևան քաղաքի մուտքերում ավտոմեքենաների հոսքի եւ այս բոլոր հաշվարկների հիման վրա մեզ այս տարվա ընթացքում տալու է փոփոխությունների ծրագիր։ Հանրային քննարկումներում կարծիքները բաժանվել են երկու հիմնական դիրքորոշման։ Մի մասը աջակցում է նախաձեռնությանը, այն դիտարկելով որպես խնդրի լուծման քայլ, մինչդեռ մյուսները պնդում են, թե երթևեկության խցանումները հաճախ պայմանավորված են ճանապարհաշինական աշխատանքների ոչ արդյունավետ կազմակերպմամբ։ Պնդում են, թե ասֆալտապատման նպատակով ճանապարհահատվածները քանդվում են, սակայն աշխատանքները ժամանակին չեն ավարտվում։ Մասնագետները նշում են նաև, թե խցանումների նվազեցման համար անհրաժեշտ է նաև կարգավորել տաքսի ծառայությունների ոլորտը։ Այդ ոլորտի վարորդներին ընդհանուր օգտագործման ճանապարհներից ուղղեն դեպի քաղաքային առանձնացված երթուղիները, քաղաքային տրանսպորտի համար նախատեսված։ Դա արդեն կլինի ոսկերի ահագին թեթևացում։ Բնականաբար այդ երթուղին օնլայնելով։ Տաքսիների համար փորձագետներն առաջարկում են ներդնել հոլոգրաֆիկ տարբերակիչ պիտակներ, որոնք կփակցվեն մեքենաների վրա եւ թույլ կտան հեշտությամբ տարբերակել օրինական գործունեություն իրականացնող տրանսպորտային միջոցները։ Մասնագետների խոսքով անհրաժեշտ է ավելացնել նաեւ հանրային տրանսպորտի քանակը ու հասանելիությունը, որպեսզի քաղաքացիները կարողանան հարմարավետ եւ առանց գերծանրաբեռնվածության օգտվել փոխադրամիջոցներից։ Ինչ-որ մի բան արգելելու դու պետք է այս դեպքում այլընտրանքը ապահովես։ Այլընտրանքը երկու տարբերակ ունենում կամ հանրային տրանսպորտ կամ այլընտրանքային տրանսպորտային միջոցներ։ Մեր դեպքում հանրային տրանսպորտը դեռ թերի է, այլընտրանքային տրանսպորտային միջոցների ուղղությամբ քայլեր արվում են միայն թարս, սահմանափակմանը ես խիստ կողմ եմ, բայց այս փուլում դա այնպես արվի, որ դա կոլապսի չվերի։ Հանրային տրանսպորտը օգտվելու համար նախ նորմալ ցանց իրեն կարողանան բացել, տրանսպորտից օգտվելը հարմար լինի, մարդը կարողանա նորմալ մարդավարի նստել, ոչ թե իր շալը բարձրանալով, խտկվելով միջև շարժվել։ Խցանումների դեմ պայքարի նոր միջոցները դեռ քննարկման փուլում են, սակայն մի բան ակնհայտ է՝ սահմանափակումները արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե քաղաքացիներին առաջարկվի հարմարավետ եւ հասանելի այլընտրանք։ Մինչև այդ խցանումները շարունակում են խցանել վարորդների նյարդային համակարգը, առանձին դեպքերում նաեւ վթարների պատճառ դառնալ։ Ավտոմեքենաների պահեստամասերի գողությունները վերջին շրջանում կրկին հանրային ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանությունը պարբերաբար տեղեկություններ է փոխանցում բացահայտված դեպքերի մասին։ Տուժողների վնասները երբեմն միլիոնավոր դրամների են հասնում, իսկ խնդիրը մասնագետների կարծիքով վաղուց արդեն միայն քրեական տիրույթում չէ։ Այն նաև սոցիալական եւ համակարգային հարց է։ Փաստաբանների գնահատմամբ բազմաթիվ տուժածներ նույնիսկ չեն դիմում իրավապահներին, համոզված լինելով, որ իրենց գործը չի բացահայտվելու։ Որոշակի խմբի բացահայտելուց հետո ոստիկաններն իրենք են գնում ենթադրյալ տուժողների հետևից եւ բացը դառնում, որ այդ անձինք իսկապես տուժան են, սակայն ոստիկանություն չեն դիմել, քանի որ վստահություն չեն ունեցել, որ կբացահայտվի։ Կարծում եմ բազմաթիվ են այդ պատճառները եւ հիմնական պատճառն է, որ իսկապես ցանկություն չկա ճանաչել այդ հանցագործությունները բացահայտելու համար։ Մասնագետների դիտարկմամբ հանրության շրջանում ձևավորված անվստահությունը հանգեցնում է նրան, որ հանցագործությունների իրական պատկերը հաճախ չի արտացոլվում վիճակագրության մեջ։ Ընդգծում են, թե խնդիրը առավելապես գործող օրենքների արդյունավետ կիրառման եւ կանխարգելիչ աշխատանքին է վերաբերում։ Իսկ ներքին գործերի նախարարությունից պնդում են, թե հետևողական աշխատանք են տանում այս հանցատեսակի բացահայտման ուղղությամբ։ Ոստիկանությունը հետևողական աշխատում այդ ուղղությամբ, որ բոլոր դեպքերը բացահայտվեն։ Տարբեր անհատներ հայտնաբերվում են, ձերբակալվում են։ Նախկինում նման հանցագործություններն ըստ մասնագետների նույնքան շատ են եղել, սակայն ոչ բացահայտ պայմանավորված մեքենաների սակավությամբ։ Խնդրի հիմքում միայն գողություն կատարողը չէ, նկատում են իրավապաշտպանները եւ հավելում, թե գոյություն ունի մի ամբողջ շղթա, սկսած էժան պահեստամասի պահանջարկից մինչև դրա իրացման հնարավորությունը։ Առաջարկում են, որ օգտագործված կամ վերավաճառվող պահեստամասերի ծագումը ավելի խիստ վերահսկվի եւ պարտադիր փաստաթղթավորվի, ինչն էլ իր հերթին սև շուկան
բան կսահմանափակի, իսկ հանցագործության տնտեսական շահավետությունը կնվազի։ Եթե խանութի աշխատողը գիտի, որ ինքը կարող ավելի էժան շուկայից ձեռք բերի, ու շուկայից էժան ձեռք բերողի միջնորդը ինքը մեքենայից գողություն անողն է, ինքը դրա համար փաստաթղթեր չի ուզում, դրա համար գինը էժան է վճարում, դրա համար չի տանջվե, ինքը ընդհանրապես գողությունար է, տանում հանձնում է տեղում ռեալիզացնումը, որովհետև պահանջարկ կա, մեքենաները շատ են, մեքենաների սպասարկման կետերը չափից շատ են։ Ի վերջո, թեև իրավապահները խոսում են բացահայտումների եւ շարունակվող պայքարի մասին, իսկ փորձագետները օրենսդրական ու վերահսկողական նոր լուծումների անհրաժեշտության մի բան ակնհայտ է։ Քանի դեռ գողացված պահեստամասերի իրացման շուկան շարունակում է գործել, իսկ քաղաքացիների վստահությունը լիովին չի վերականգնվել, ավտոմեքենաների տերերը շարունակում են ամեն օր բախվել նույն մտահոգությանը։ Արդյոք առավոտյան իրենց մեքենան կգտնեն նույն վիճակում, ինչ գիշերն էին թողել։ Աղքատության մակարդակը նվազել է, աշխատավարձերը բարձրացել են։ Սրանք ֆինանսների նախարարության պնդումներն են։ Ըստ պաշտոնական տվյալների նախորդ տարի Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 303.140 դրամ, վարձու աշխատողների թվաքանակն էլ կազմել է 795.212 մարդ։ Աշխատավարձի աճին հիմնականում նպաստել են առևտրի, կրթության, մշակող արդյունաբերության ոլորտներում աշխատավարձերի աճերը։ Աշխատավարձի բարձր աճեր են գրանցել նաև գյուղատնտեսության վարչական ծառայությունների փոխադրումների ոլորտում։ Գործազրկությունը նվազել է 0.6%-ային կետով, կազմելով 12.8%։ Մինչ ֆինանսների նախարարությունից հայտարարում են, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատավարձերը բարձրացել են, կենտրոնական բանկից զգուշացնում են, Հայաստանում արտահանման խնդիրներ կան, որոնք հանգեցնելու են մի շարք ապրանքների գների անկմանը։ Ու այս տեսանկյունից առաջին հերթին հարվածի տակ են հայտնվում գյուղատնտեսները, ովքեր ամբողջ տարի մշակած արտադրանքը չեն կարողանում ոչ արտահանել, ոչ էլ ներքին շուկայում սպառել։ Գնաճն էլ Հայաստանում շարունակում է արագանալ։ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել նպատակային թիրախից բարձր մակարդակում, մայիսին կազմելով 4.2%։ Միևնույն ժամանակ էականորեն աճել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, հասնելով 5.1%։ Գնաճը որոշակիորեն արագացել է հիմնականում պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ներքին պահանջարկի ընդլայնմամբ, ինչպես նաև որոշակի ժամանակավոր գործոնների ազդեցությամբ։ Տնտեսական հիմնական միտումներին զուգահեռ ազգային ժողովում ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը։ 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակում սերտիֆիկատ է ստացել 6444 ընտանիք։ Հավաստագիր ստացած ընտանիքների կազմում ընդգրկված է 26432 անձ։ Ընդլայնվել է նաև բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձին տրամադրվող սուբսիդիայի չափը 3 միլիոնից դարձել է 4 միլիոն դրամ։ Եթե մինչ այդ 4 միլիոն դրամանոց աջակցությունը նախատեսված էր 452 բնակավայրի համար, ապա փոփոխություններից հետո այդ թիվը հասել է 611։ Հայաստանում ամբողջությամբ կներդրվի անապահովության գնահատման նոր համակարգը։ Կառավարության ընդունած որոշմամբ ավարտվում է Կոտայքի եւ Սյունիքի մարզերում իրականացված փորձնական փուլը եւ նոր մեխանիզմը կգործի արդեն հանրապետության ամբողջ տարածքում։ Հիմնական գործոնը, որով դուրս էին մնում որոշ ընտանիքներ, դա նախկինում ունեցած վարկային պարտավորություններ կամ երաշխավոր էին հանդիսացել մեկին, որ իր վարկային պարտավորությունը չէր մարել եւ դրա պատճառով ընտանիքը համակարգից դուրս էր մնում։ Հիմա մենք փոխել ենք եւ վարկի վաղեմությունը եւ հստակ նշել ենք, թե որքան ժամանակ մարումներ չպետք է լինեն, որ այս գործոնը բացառող չհանդիսանա։ Նախկինում 18-ից 22 տարեկաններին եկամուտ չէր վերագրվում, իսկ այժմ տարիքային սահմանափակումը հանվել է։ Այսինքն անկախ տարիքից, եթե անձը որոշել է ստանալ այլ մասնագիտություն ու տվյալ պահին կրթության փուլում է, ապա նրան եկամուտ չի վերագրվում։ Մի գործոն էլ կա։ Մարդը եթե վերադարձել է զինծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկից ու դեռ 6 ամիսը չի լրացել, ապա այս դեպքում էլ եկամուտ չի վերագրվում։ Սա ըստ պատասխանատուների նպատակ ունի նպաստելու մարդկանց վերասոցիալականացմանը։
Եթե ընտանիքը ապրում էր Վարձով բնակարանում, իսկ Վարձով բնակարանում մինչ այդ ապրում էր այլ ընտանիք, գազի սպառման ծավալը հաշվում ենք նախկինում, սպառած գազի ամսական տվյալների հիման վրա, բայց դա իրականում այս ընտանիքի գազի սպառման ծավալները չէին։ Հիմա դա բերել ենք հետագայում գազի սպառման ծավալները, հենց այդ ընտանիքի գազի սպառման ծավալներն են նշանակություն ունենալու։ Նոր համակարգով նպաստի միջին չափը 86,000 դրամ է, իսկ առավելագույնը 280,000 դրամ, իսկ նախկին համակարգում նպաստի միջին չափը շուրջ 29,000 դրամ էր։ Մասնագետները սակայն կարծում են, թե կատարելագործված մեխանիզմը չի կարող ամբողջությամբ բացառել սոցիալական անարդարության դրսևորումները։ Նրանց գնահատմամբ փաստաթղթերով ներկայացվող պատկերը հաճախ չի համապատասխանում իրականությանը, ինչի հետևանքով աջակցության կարիք ունեցող որոշ ընտանիքներ դուրս են մնում համակարգից։ Երբ զույգը միտումնավոր հայրությունը տղամարդու դեպքում այսպես չի ճանաչվում, միտումնավոր միայնակ մայր է կինը գրանցվում, մինչդեռ փաստացի ունի կողակից երեխաները փաստացի հայր ունեն, չարաշահելով այդ ռեսուրսը, փաստաթղթային առումով երեխաները օրինակ ծնողազուրկ են համարվում, միակողմանի կամ կինը միայնակ մայր է համարվում, դա դասական օրինակն է եւ ռեսուրսները չարաշահվում են։ Պետության հիմնական նպատակը ըստ փաստաբանների պետք է լինի ոչ թե նպաստների շուրջ կախվածության ձևավորումը, այլ աշխատելու խրախուսումը եւ կայուն եկամտի ստեղծումը։ Սոցիալական աջակցությունը պետք է դիտարկվի որպես ժամանակավոր օգնություն կյանքի դժվար փուլերը հաղթահարելու համար։ Զուգահեռաբար նաև ավելանում են հարկերը, աշխատողների հարկերը, ձեռնարկատերերի հարկերը եւ այլն, ուստեղ ստացվում է Ռոբին Հուդի քաղաքականությունը, որ այսպես ճակերտավոր հարուստներից վերցնել բաժանել չունեցողներին, ստեղ ամեն դեպքում այդ բալանսն էլ չի պահպանվում։ Սոցիալական աջակցության ցանկացած համակարգ ըստ մասնագետների կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ աջակցությունը կհասնի իրական կարիքավորներին։ Հետևաբար նոր համակարգի հաջողությունը մասնագետները կապում են ոչ միայն տրամադրվող գումարների չափի, այլև այն հանգամանքի հետ, թե որքանով այն կօգնի մարդկանց վերադառնալ աշխատաշուկա եւ ինքնուրույն կազմակերպել իրենց ապագան։ Հունիսի 15-ին Ազատության փողոցը Ադոնց եւ Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet Volt-ն ու Nissan-ը։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։ Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանն ու նույն գնդի առաջին գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանը։ Հունիսի 15-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին աղբատար բեռնատարը բախվել է թույլատրելի հատվածում կայանված Լինկոլնին։ Բախման հետևանքով վերջինը հայտնվել է ծառերի մեջ, երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Եվ հակասանիտարական վիճակ է Սպիտակի ոլորանների սկզբնամասում տարածքը, որտեղից տեղացիներն ու տուրիստները ջուր են խմում, վերածվել է փնթի ինչ-որ վայրի։ Սպիտակի քաղաքապետարանի ենթակայության ներքո է այս հատվածը, քայլեր են անհրաժեշտ այն ամբողջությամբ մաքրելու համար, իսկ քաղաքացիներից պատասխանատվություն է պահանջվում այն նորից չախտոտելու համար։ Տեսեք, ամբողջ տարածքում հակասանիտարական վիճակ է։ Խնդրանք Լոռու մարզպետին, որպեսի պարտավորեցնի Սպիտակի քաղաքապետին այս տարածքը կարգի բերվի, մաքրվի, վերանա այս գարշահոտ վիճակը։